Ողջույն հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ովքեր հետևել են Մայր Հայաստանին, մենք ակցիա ենք իրականացնում Էջմիածնում ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ այդ ակցիան իր մեջ ներառնում էր նաեւ ստորագրահավաքը եւ այդ ստորագրահավաքի միջոցով մենք քաղաքացիների յուրօրինակ միասնականություն ենք ապահովում, բազմաթիվ ստորագրություններ են հավաքվել, այս պահին թվերը վերջնական ճշտվում են, բայց կարող եմ ասել, որ հազարավոր ստորագրությունների մասին է խոսքը։ Մենք ընդամենը մի քանի օրվա ընթացքում, մի քանի ժամ աշխատելով Էջմիածնի տարբեր թաղամասերում ստացանք հետևյալ պատկերը։ Ուրեմն քաղաքացիների ճնշող մեծամասնությունը տոտալ մերժում են օրվա իշխանությանը եւ տոտալ աջակցում են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ինչ է արել օրվա իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը փորձել է աճպարարության դիմել եւ ցույց տալ, թե իբր իր պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ առանձին եկեղեցականների դեմ է։ Այս տեխնոլոգիան նա կիրառում էր նաեւ բանակը քանդելու ժամանակ, երբ որ զինվորականներին էր վարքաբեկում եւ օգտագործում էր որոշակի էմոցիաներ, որոնք կարող են նույնիսկ օբյեկտիվ լինել հասարակության մոտ հանդեպ զինվորականների։ Հիմա էլ կարող են ինչ-որ մարդիկ ինչ-որ էմոցիոնալ ֆոն ունենալ եկեղեցին ներկայացնող տարբեր հոգևորականների նկատմամբ, բայց դա շահարկելը եւ դա օգտագործելը միանշանակ բացասական նպատակ է հետապնդում եւ Նիկոլ Փաշինյանը հենց այդ քաղաքականությունն էլ վարում է եւ իր խնդիրը ոչ թե եկեղեցու բարենորոգումն է, ոչ թե հանրային համերաշխություն ապահովելն է կամ փոփոխությունների հասնելն է, այլ եկեղեցին քանդելն է, որովհետեւ այդպիսի հրահանգ ինքը ստացել էր Փաշազադեից, Ադրբեջանի, այսպես ասած, հոգևոր առաջնորդից, որը քննադատության ենթարկեց հայ առաքելական եկեղեցուն եւ որից հետո Նիկոլ Փաշինյանը անցավ գործի։ Դրա նպատակը շատ պարզ է՝ հարվածել հայկական ինքնությանը, հարվածել հայկական եկեղեցուն եւ կազմաքանդել բոլոր այն ավանդական ինստիտուտները, որոնք կարող են հայկական ինքնության մաս լինել, իսկ այստեղ եկեղեցին շատ կարեւոր դերակատարում ունի։ Եվ մեր գործողությունը ոչ թե քաղաքականացված տրամաբանության մեջ էր, որպեսզի իշխանությունը չկարողանա ասել, այ ես ինչ ուժերը պաշտպանում են եկեղեցուն, իսկ ինչ ուժերը չեն պաշտպանում կամ իրենք փորձում են այլ տեսակետ ներկայացնել։ Այլ մենք ուղղակի դիմեցինք ժողովրդի կարծիքին եւ ժողովրդի օգնությանը, իսկ ինչու հենց Էջմիածնում, որովհետեւ ինչպես հայտնի է, հարևանը առաջինն է հասնում դժվարության պահին եւ եթե օրվա իշխանությունը որոշի հարձակում գործել, ապա էջմիածինցիները առաջինն են ռեակցիա տալու եւ մենք հենց ժողովրդի կողմից աջակցության ապահովման խնդիր էինք լուծում եւ նաեւ ուզում ենք շփվել, հասկանալ մարդկանց տեսակետները, ինչ են նրանք մտածում եկեղեցու մասին եւ ընդհանրապես այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության մասին եւ կրկնեմ, տոտալ մերժվում է Նիկոլ Փաշինյանը եւ տոտալ աջակցություն ունի հայ առաքելական եկեղեցին։ Իհարկե պետք է ասեմ, որ եկեղեցին էլ բարեփոխումների խնդիր ունի եւ հասարակության հետ, մարդկանց հետ ավելի սերտ շփվելու խնդիր ունի եւ կարելի ասել, որ աշխարհի բոլոր եկեղեցիները այդ խնդիրը ունեն, բայց դա դարձնել որպես գործիք, որպեսզի քանդել, այլ ոչ թե բարեփոխել, դա այս իշխանության վարած քաղաքականության գիծն է եւ մենք ստացանք այն ինչ որ նախապես մտածում ենք, որ մարդիկ հաստատ աջակցելու են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այդ պատկերը ստացանք եւ դրականորեն կարող եմ արձանագրել, որ էջմիածինցիները եւ դրա նաեւ դերս բխող հայ ժողովուրդը հաստատ կողմ չի լինելու այն քաղաքականությանը, որը վարվում է։ Այս մասով շատ հետաքրքիր պատկեր էր եւ եթե հանկարծ իշխանությունը փորձի որպես գործիք կամ առիթ օգտագործել օրինակ վաղարշաբաթում սպասվող արտահերթ ընտրությունները ավականու եւ եկեղեցու դեմ պայքարի հետ եկեղեցու դեմ պայքարին զուգահեռ process-ներ տանել, ապա իրենք տոտալ մերժման են արժանանալու։ Սա այն դրական արդյունքն էր, որը մենք ստացանք Էջմիածնի տարբեր թաղամասերում ստորագրահավաք ակցիա իրականացնելու ժամանակ եւ շնորհակալ եմ բոլորից նրանք, ովքեր միացան, մենք եղել ենք տարբեր հատվածներում, Զվարթնոցում, Չարենց թաղամասում, կենտրոնում, Էջմիածնի հարակից տարածքներում եւ բոլոր տեղերն էլ գրեթե նույն կարծիքն է եղել, որ մենք բոլորս պաշտպանում ենք մեր եկեղեցուն, որովհետեւ նույնիսկ նրանք, ովքեր հավատացյալ չեն, նույնիսկ նրանք, ովքեր աթեիստ են, օրինակ, իրենք հասկանում են, որ եկեղեցու դեմ հարձակումը դա հարձակում է հայկական ինքնության դեմ,
հարձակում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս առումով մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներից եւ կարծում ենք, որ այդ միասնականության ոգին պետք է պահպանել եւ հետագայում արդեն այդ ոգով կարողանալ հաղթահարել բոլոր այն խնդիրները, որը առաջացնում է այս իշխանությունը դրսի թելադրանքով։ Առայժմ այսքանը, շնորհակալություն։